Ջրամբարաշինությունը ընդհանրապես ձախողված է։ Որ կառավարությունը ձախողել է ջրամբարների շինարարությունը, այսօր ինքը Փաշինյանն է խոստովանել։ Բայց ձեր խոստումը չի կատարվել։ Չի կատարվել։ Կարծես ամեն ինչ նորմալ է գնում։ 3.5 տարի առաջ Փաշինյանը վստահեցնում էր Շիրակի մարզում կապսի ջրամբարն են կառուցելու ու դրա համար ջրաձոր բնակավայրը տեղափոխելու են այլ վայր։ 21-րդ դարին վայել գյուղ են կառուցելու։ Դե կապսի ջրամբարի հետ կապված արդեն ասացիք, հույս ունենք, որ գործընթացները մեր պլանավորածով կընթանեն, որովհետև ջրային ռեսուրսների կառավարումը եւ այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ըստ էության նոր գյուղ ենք կառուցելու եւ շատ կարեւոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա եւ մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել։ Այսօր ոչ 21-րդ դարի մոդելով գյուղը կա, ոչ կապսի ջրամբարը։ 4 ամիս հետո այդ ջրամբարի ջրերը պետք է ողողեն Շիրակի հողերը։ Այն իրականացնող չինական Shanxi Construction Investment Group-ի հետ պայմանագիրը խզվել է։ Ըստ Փաշինյանի այդ ընկերությունը պայմանագրային պարտավորությունը չի կատարել, նա հույս ունի նոր գործընկեր գտնել, գործի հազիվ 16%-ն է արվել։ Մենք պետքա սովորենք, ասելով չի, որ մենք ենթադրենք մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք։ Պրոբլեմներ կան, որոնք պետքա սովորենք, թե ինչպես լուծել եւ պիտի սովորենք ինչպես անել, որ այդ պրոբլեմները չառաջանան։ Ձախողման գլխավոր պատասխանատուն Փաշինյանն է։ Մանավանդ Շիրակի։ Ինքն է չէ հայտարարել կառավարությունը ես եմ, հիշեցնում է Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության, այսինքն հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի հերթական խայտառակ ձախողումն է։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը իր էությանը հավատարիմ լինելով հին ձայնապնակն է միացրել։ Ես պատասխանատու եմ, բայց արդյոք մեղավոր եմ։ Գյուղատնտեսության նախկին նախարար Խաչատրյանը նկատում է, բազմամիլիոնանոց ծրագրի պատվիրատուն կառավարությունն է, որ պետք է մանրադիտակի տակ պահեր շինարարության ընթացքը։ Հիմա ըստ նրա ջուրն են ընկել Փաշինյանի հերոսացրած հարկատուների փողերը։ 94 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մոտ 27 միլիոնը կառավարությունն է հատկացրել հարկատուների գրպանից։ Բա որ հիմա սազնարած հերոս հարկատուին գովում են, որ հերոս հարկատու պետքա վճարես, բայց այդ հերոս հարկատուից տարած փողը, որը մսխել են, բանկին են տվել, հենց նենց ոչի բան չանելու համար, ով պետքա դրա համար պատասխանատվություն կրի։ Կապսի ջրամբարի կառուցման համար կառավարությունը KfW բանկից մոտ 69 միլիոն եվրո վարկ է վերցրել 2023-ի մայիսին։ Հետո ըստ Խաչատրյանի հանցավոր անգործություն է դրսևորել Փաշինյանի կաբինետը ջրամբարի շինարարության վերահսկողության հարցում։ Եթե Նիկոլ Փաշինյանը սեփական տունը ուզենար վերանորոգել, նման վարքագիծ կցուցաբերեր, բա չէր գնա շաբաթը մեկ, չէր բզի շինարարներին, բա այս ինչ եք անում, բա այս ինչ եք անում, բա այս ինչ եք անում, հանցավոր անգործություն են դրսևորել։ Եվ այս հանցավոր անգործությունը Հայաստանի հերոս հարկատուների վրա խոշոր գումար է արժեցել։ Չեն բացառում, որ միլիոն եվրոյի կարգի լինի։ Կապսի ջրամբարը մեկն է այն 17-ից, որ խոստացել էր կառուցել Հայաստանի իշխանությունը 2021-26 թվականների կառավարության ծրագրով։ Այս պահին միայն Վեդիի ջրամբարը կա, որի կառուցումը սկսվել էր 2017-ին, մինչև Փաշինյանի իշխանության գալը։ 2018-ից հետո ջրամբարը շահագործման հանձնելու վերջնաժամկետը 2 անգամ հետաձգվել է։ Մոտ 395 միլիոն եվրո դրամաշնորհով կառուցված Վեդիի ջրամբարը միայն այս տարի է սկսել գործել։ Արթուր Խաչատրյանը նկատում է, ջրամբարաշինարարության ձախողումը մեծ հարված է հասցնում Սևանին։ Ամառը գալիս է ազգային ժողով, ասում է գյուղացիները ջուր չունեն, Սևանից ջուր բաց թողենք, ասում ենք ջրամբարաշինության ծրագիրը ձախողել ես եւ դրա համար ես դու գալի այդ խեղճ Սևանը էլի քամում։ Գյուղատնտեսության նախկին նախարար Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը ենթադրում է, որ եկող տարի էլ Փաշինյանը իր կաբինետի անդամներին խորհրդարան է ուղարկելու Գեղամա գեղեցկուհու ջրերը քամելու հաշվին Շիրակի դաշտերը ջրելու առաջարկով։ Կարնե Մանգասարյան, Արաքել Օհանյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։
Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։